Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Թվյաթերթիկ համար 15։ Ողջույն Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Դոկ Կուսակցության պատգամավորի թեկնածու Աննա Ղուկասյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Բարև ձեզ, Տիկին Ղուկասյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Նմանապես ես եմ շնորհակալ։ Տիկին Ղուկասյան, ինչու որոշեցիք մասնակցել ընտրության։ Տեսեք, ընդհանրապես որպես կանոն հիմնականում ինչու է տեղի ունենում պայքար իշխանությունների դեմ, հիմնականում այդ պայքարը ձևավորվում է իշխանության եւ իշխանության տրված վստահության տապալման կամ ձախողման արդյունքում եւ թե 44 օրյա պատերազմից հետո թե 2021 թվականի ընտրություններից հետո մենք հասկացանք, որ այո, այս իշխանությունը համաժողովրդական այդ վստահության ձախողմանն է հասել եւ 44 օրյա պատերազմից հետո այդ համատարած հայ ժողովրդի համատարած հիասթափությունը եւ այն բոլոր գործընթացները սկսած Արցախի հանձնումից վերջացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գնալով փոքրացումից, գնալով նոսրացումից եւ ինչպես նաեւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության հեղինակազրկումից միջազգային հատվածներում, միջազգայնացիաներում մենք հասկանում ենք եւ այսինքն ամեն գիտակից հայ հասկանում է, որ ինքը պարտավորված է զգում մտնել այս պայքարի մեջ եւ առհասարակ երբ խոսում ենք պայքարի մասին, ես կուզեի փոքրինչ նաեւ քանի որ հնարավորություն կա խոսելու, փոքրինչ ներկայացնեմ պայքարի մասով, որտեղից է գալիս իմ, որպես Աննա Ղուկասյանի պայքարը, ի հեճուկս այն բոլոր, այսպես ասած, անձանց, ովքեր փորձում են այս կամ այն քաղաքական ուժի, ինչպես նաև մեր քաղաքական ուժի, Դոկ Կուսակցության, պատգամավորության թեկնածուներին, այսպես առանց նրանց անցած ուղին ճանաչելու, պախարակելու գործընթաց սկսել կամ անել, ես ի հեճուկս դրանց ուզում եմ ներկայացնել, որ 2012-ից 15 թվականին ուրեմն Հայաստանում եւ Արցախում գործում էր այսպես ինֆորմացիոն ճակատ։ Այդ ինֆորմացիոն ճակատը հիմնականում տեղեկատվական եւ սոցիալական հարթակներում պայքարում էր հակահայկական բոլոր նյութերի դեմ, այսինքն եւ ոչ միայն հակահայկական, նաեւ այստեղ մասնավորապես կարող ենք շեշտել ադրբեջանական եւ թուրքական հակահայկական նյութերի դեմ, այնտեղ է նաեւ հայոց ցեղասպանության շղթումը, այնտեղ է նաեւ Արցախի հիմնահարցի տարբեր խնդիրներ, ինչ էինք անում մենք։ Խոսքը տասնյակների մասին չէ, խոսքը հարյուրավոր կամավորների մասին է, շեշտում եմ կամավորների մասին է, ովքեր Արցախում եւ Հայաստանում լծված էին այս գործին, ուրեմն ինչ էր կատարվում, հայտնաբերում էինք, բացահայտում էինք բոլոր հակահայկական հրապարակումները, զանգվածային report էինք կազմակերպում դրա դեմ, report, այսինքն զանգվածային բողոքարկում, բողոքարկում էինք անում եւ փակել էինք տալիս բոլոր այն կեղծ էջերը, բոլոր այն կեղծ տեղեկատվությունը, որը իդեպ տարածվում էր նաեւ ադրբեջանական, կարելի ասել, պաշտոնական հարթակներում, այո, այդպեսի դեպքեր ենք ունեցել եւ այսպես զանգվածային ռիփորտների արդյունքում մենք ունենում էինք բավականին լավ հաջողություններ եւ շատ հակահայկական նյութեր պարզապես անհետանում էին տեղեկատվական տիրույթից եւ նաեւ ուզում եմ ասել, ինչպես տեսնում ենք այսօր ինֆորմացիոն ճակատից համահայկական ճակատ
գրեթե բան չի փոխվել իմ կյանքում, պայքարս նույնն է։ Ես ուզում եմ տեսնել նորից Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացումը, ես ուզում եմ տեսնել որպես պահեստազորի զինվորական, ուզում եմ տեսնել հայ սպայի պատիվը նորից բարձր, ես ուզում եմ տեսնել հայոց բանակը նորից մարտունակ, ինչպես տարածաշրջանում մենք եղել ենք ամենամարտունակ բանակը։ Հիմնականում պայքարն է, որ ես միացել եմ ուրեմն այս գործին եւ գնում եմ այս ճանապարհով։ Տիկին Ղուկասյան, ավելի կոնկրետացնենք, հա, այսինքն դուք որոշել եք մասնակցել ընտրության, որպեսզի հեռացնեք գործող իշխանությանը եւ ստեղծեք նոր իշխանություն, որը կստեղծի հզոր բանակ, որը կունենա անվտանգության բարձր մակարդակ եւ որով դուք կարող եք Արցախը վերադարձնել, ճիշտ հասկացա։ Միանշանակ եւ ուզում եմ օգտվելով առիթից նաեւ քանի որ հարցից է բխում, ասել, որ համահայկական ճակատ կուսակցությունը իդեմս մեզ պահեստազորի զինվորականներից ինչու է միացել է, հա, դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությանը այս պայքարի շրջանակներում, որովհետև այո, պահեստազորային սպաների եւ զինվորականների նպատակն է, որպեսզի իշխանության գան ռազմական եւ զինվորական ուղի անցած գործիչներ, ովքեր շատ լավ գիտեն Հայաստանի պետականության կարևորությունը, Հայաստանի ինքնիշխան ամեն թիզ հողակտորի, այսպես ասեմ, հայկական տարածքների կարևորությունը եւ նրանց նշանակությունը եւ ոչ մի թիզականությունը, հա, նաեւ զինվորականների մեջ նաեւ ոչ մի թիզականությունը կա, որը նաեւ այո, այստեղ գործում է եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որպեսզի եւ իշխանափոխություն լինի եւ զինվորականներով համալրված պետական կառույցներ լինեն եւ այո դոկուսակցության նախընտրական ծրագրերի մեջ կա Արցախի վերադարձը շատ բարդ ճանապարհ է, այն իրենից ներառում է, իր մեջ ներառում է դիվանագիտական ճանապարհը, այն իր մեջ ներառում է բավականին այսպես մի քիչ ավելի խորագետ մասնագետների միասնական աշխատանք է պետք եւ կարծում եմ ժամանակ կգա ժամանակ, որ մենք նաև այս հարցին էլ իհարկե կհասնենք նաև այս նպատակին։ Մի քիչ ուղիները շատ դժվար է բացատրել, որովհետև ինքներդ եք հասկանում, թե մենք այս կորստից հետո ինչքան մեծ ահռելի աշխատանք ունենք կատարելու։ Տիկին Ղուկասյան, հանրությանը հետաքրքրում է համահայկական ճակատ կուսակցությունը ինչու միացավ դոկ կուսակցությանը եւ նաեւ քննադատություններ են հնչում Ձեզ ինչու՞ չէ նաև դոկ կուսակցությանը, ինչու դոկ կուսակցությունը ընդունեց համահայկական ճակատ կուսակցությանը, ինչու համահայկական ճակատ կուսակցությունը միացավ դոկ կուսակցությանը, այս առումով ինչ կասեք։ Եվ հանրությանը նաև հետաքրքրում է ով է ձեր վարչապետի թեկնածուն, ով է դոկ կուսակցության վարչապետի թեկնածուն, որովհետև շատերը կարծում են, որ եթե Վարդան Ղուկասյանը այստեղ չէ, ուրեմն նա իր թեկնածությունը չի դրել, նաև սա էլ ասենք, հա, հանրությանը։ Այո, շնորհակալ եմ հարցի համար, ես ինքս տեղեկատվական դաշտում տեսնում եմ ուսումնասիրությունների ամենօրյա արդյունքում, տեսնում եմ, որ այս հարցը այո շատերին հետաքրքիր է։ Տեսեք, նախ սկսեմ այն բանից, թե ինչու համահայկական ճակատ կուսակցությունը այս միասնական պայքարը սկսեց հենց դոկ կուսակցության հետ։ Նախ ամենակարևոր նպատակը, որ դոկ եւ ՀՃԿ, հա, կուսակցությունների համընկնում են նպատակները, ոչ նախկինների հետ, ոչ ներկայ իշխանության հետ որևէ բանակցության, որևէ համատեղ ճանապարհ ուղի չի լինելու։ Ամենաառաջինը սա է։ Երկրորդ, այն ամենակարևոր ֆիշկան, որ ուզում եմ նորից հիշեցնել մեր հանրությանը, դա զինվորականների արկայությունն է։ Եթե հիմա արդեն քիչ-քիչ սկսեն ուսումնասիրել դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության падգամավորության տեխնացուների այսպես առաջինից մինչև 80+, հա, բոլորի կենսագրությունը, պարզ կդառնա, որ մեծամասնությամբ զինված ուժերի պահեստազորի եւ ոչ միայն զինված ուժերի, ինչու միայն զինված ուժերի, նաեւ ոստիկանության եւ այլ, հա, այդպես ուժային կառույցների պահեստազորի զինվորականներ են։ Եվ սա շատ կարեւոր է, որովհետեւ Վարդան Ղուկասյանն էլ ինքը պահեստազորի սպա է եւ որքանով ես տեղյակ եմ եւ այն գործող սպաների տարբեր ուժային կառույցներից, որ իմ հետ անմայնովա կապի մեջ են,
խոսում են եւ իրենք պատմում են Վարդան Ղուկասյանի անցածուղու մասին ծառայության տարիների եւ շատերը ասում են, որ նա այնպեսի սպա եղել, որ նույնիսկ իր կողքի, իր հետ ծառայող սպաներն են ինչ որտեղ զգաստացել իր ներկայությամբ, որտեղ շատ կարգապահության, դիսցիպլինայի եւ այսպես ասած ուստավով ծառայող եղել, դրա ջատագովն է եղել կարգապահության, բարձր կարգապահությամբ։ Եվ այս մասին գրեթե ոչ մեկ չի խոսում։ Ես կուզեի, որ այս մասին էլ խոսենք, այո, բարձրացնենք Վարդան Ղուկասյանի որպես պահեստազորի սպա, հա, իր այդ դերն ու կշիռը շատ կարևոր է այս մասին, որ մեր հանրությունն էլ այս մասին տեղյակ լինի։ Առաջինը զինված ուժեր, իհարկե, ամենայն հարգանք մեր տեխնացուներին, այն տեխնացուներին, մեր ցուցակով գնացող, ովքեր նաև քաղաքացիականներ են, իդեպ ասեմ բավականին լավ մասնագետներ կան, հետաքրքիր եւ փաստաբաններ, եւ սահմանադրագետներ, եւ այսպես տարբեր ուրեմն մասնագետներ, այո, որոնք համալրված են մեր ցուցակով եւ միասին այս ուղին, այս ճանապարհը գնում ենք։ Ուրեմն սա է եւ հաջորդ հարցը ներողություն։ Իսկ հանրությանը նաև հետաքրքրում է, հա, որ մարդիկ կան, ովքեր սիրում են Վարդան Ղուկասյանին, հարգում են նրան, բայց տեղյակ չեն, որ դոկ կուսակցության վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է, եւ ասում են Վարդան Ղուկասյանը ինչու թեկնածությունը դրել է, այս մասով, հա, ինչ կասեք։ Շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում խոսել։ Նախ ես ուզում եմ հասկանալ, թե ինչու տարբեր այսպես քաղաքական ուժերի կողմից, երբ նաև այս քարոզարշավը սկսվել է, ինչու չի խոսում այն մասին, որ սա վարչապետի ընտրություններ չեն։ 2026 թվականի հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ազգային ժողովի նոր կազմ, որը իր հերթին, եթե չեմ սխալվում, թվերի հետ կարող ամսաթվերի հետ սխալվեմ, դրա համար չեմ ասի, ուղղակի գիտեմ, որ օգոստոսին, եթե չեմ սխալվում, պետք է արդեն նոր կազմ ազգային ժողովի ընտրի վարչապետի թեկնածու։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցությունը սկզբից եւ այդ իր բոլոր եւ հարցազրույցներում մեր պատասխանատուները, ներկայացուցիչները եւ ներկայացված փաստաթղթերում ամենտեղ մենք խոսում ենք այն մասին, որ դոկ կուսակցության վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է եւ հետեւաբար մենք հենց այս ուղերձով, այս նշանաբանով, այս նպատակով էլ առաջ են գնալու եւ պայքարելու ենք։ Դե հետագայում իհարկե որ ազգային ժողովի նոր կազմը ընտրվի, այդ ժամանակ արդեն կարծում եմ որոշակի նաեւ կարևոր փոփոխություններ տեղի կունենան, որի արդյունքում մենք կարող ենք Հայաստան վերադարձնել Վարդան Ղուկասյանին։ Սա գործընթացներ են, որոնք արդեն պետք է տեղի ունենան ազգային ժողովի ընտրություններից հետո։ Շատ կարևոր է որ մեր հանրությունը հասկանա այն հանրությունը, այն ուրեմն մասը հայ ժողովրդի, որ հստակ գիտի, որ իր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է, ուրեմն այդ մարդիկ պետք է տեղյակ լինել։ Եթե դոկ կուսակցությունը համար 15-ը չլինի առաջինների շարքում ազգային ժողովում, մեր մնացած նպատակները Վարդան Ղուկասյանին նաև այս ապօրինի եւ շինծու կալանքը վերացնելու եւ Հայաստան վերադարձնելու մեկը մեկից կախված են։ Այս է հարցը, հետևաբար ազգային ժողովի ընտրություններից հետո նոր արդեն վարչապետի թեկնածուի հարցն է բարձրանալու։ Տիկին Ղուկասյան, նաև խոսենք այն մասին, որ ինչու պիտի ժողովուրդը ընտրի հենց ձեզ, ինչու պիտի վստահի դոկ կուսակցությանը։ Տեսեք, վստահության առումով, օրինակ ես կուզեի վստահությունը հայ ժողովրդի, այսօր շատ խոսում են իրար հետ, մի փոքր կապել այսօր տեղի ունեցող քարոզարշավի հետ։ Տարբեր քաղաքական ուժեր իրականացնում են քարոզչություն, հա, քաղաքից քաղաք, համայնքից համայնք, փողոցից փողոց, բակից բակ, շրջելով եւ ներկայացնելով իրենց ծրագրերը։ Այդ ծրագրերը ներկայացնում են նաեւ ազգային ժողովի գործող 3 ֆրակցիաները, բայց ինձ համար ճիշտ ասած անհասկանալի է, թե գործող իշխանությունը եւ նաեւ ընդդիմադիր խորհրդարանական ուժերը, որ այսօր ծրագիր են ներկայացնում հանրությանը, ինչ ծրագիր են ներկայացնում։ Չէ՞ որ հիմա նրանց ոչ թե ծրագիր ներկայացնելու ժամանակն է, այլ ժողովրդին հաշվետվություն տալու ժամանակն է։ 5 տարի 3 ֆրակցիաները, ինչպես նաև գործող իշխանությունը ժամանակ են ունեցել իրենց ներկայացրած ծրագրերը իրականացնելու։ Եվ այսօր նորից դուրս գալ եւ այդ շղարշը, այդ քողը նորից հայ ժողովրդին այսպես մի քիչ տգեղ է ստացվում, բայց պետք է ասեմ, կարծես ոնց որ մարդկանց աչքերը փակեն, նորից ծրագիր, ինչ ծրագրի մասին է խոսքը, պարոն Այկ։ Դուք 5 տարի ժամանակ եք ունեցել ծրագիր ներկայացնելու, այսօր ձեր հաշվետվություն տալու ժամանակն է հայ ժողովրդին, որը դուք պետք է տաք։ Եվ կարծում եմ ես ընկերական խորհուրդ բոլորիդ, որ քանի հնարավոր
հնարավորություն է տրված քարոզարշավներ կատարելու, միգուցե եւ ներկայացնեք, թե ինչ եք կատարել։ Վստահությունը ինչի համար պետք է լինի։ Նախ եւ առաջ նորից շեշտեմ պայստազորի զինվորականների հարց։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ օրինակ զորամասի հրամանատարը անցնում է բարդ եւ դժվար ուղի իր ողջ ծառայության ընթացքում։ Նրա ձեռքի տակ է ամբողջ զորամասի տնտեսությունը։ Կներեք կոպիտ է հնչում, բայց ասեմ, այն կոյուղա ջրերից սկսած, մինչև չգիտեմ, խնդիրներից դրանց սկսած, ջրի խնդրից սկսած, մինչև տնտեսություն զորամասի ամբողջը կարելի ասել տվյալ զորամասի ուսերին է, զորամասի հրամանատարի ուսերին է։ Հետևաբար, այո, ջոկատ, բրիգադ եւ զորամաս հրամանատարած անձը, այո, պետք է լինի այսօր պետական կառույցում որպես ղեկավար անձ, որովհետեւ ինքը բոլոր այդ դժվարությունները անցել է։ Եվ այդ պետությունն էլ կարելի ասել, եթե համատական դնենք, մի զորամասի պես մի բան է, որ ունի իր տնտեսությունը, իր կառույցները, որոնք պետք է ղեկավարվի։ Եվ մի շատ բան կա զինվորականների մոտ, ընդհանրապես այն անձը, որ երբևիցե հրամանատար է եղել, նա ունի որոշում կայացնելու շատ ուժեղ ջիղ եւ դա ուղի է, որը հրամանատարները անցնում են եւ որովհետեւ այլ քաղաքական թող քաղաքացիականները ներենից, բայց քաղաքացիականները չեմ կարող ասել, որ կարող են հասնել նրա որոշում կայացնելու այդ բանին, որտեվ եւ որոշում կայացնել եւ տեր կանգնել իր որոշմանը միայն կարող է ուղի անցած հրամանատարը։ Վստահության հաջորդ պահը սա է եւ ինչպես նաեւ քանի որ խոսեցի եւ քարոզարշավի մասին եւ տարբեր ֆրակցիաների, որոնք այսօր քարոզարշավ են իրականացնում եւ այդ վստահությունը, որ իրենք ուզում են նորից ներշնչել ժողովրդին, ես ուզում եմ ասել, ԱԺ 3 ֆրակցիաները 5 տարի աշխատել են ազգային ժողովում, որի արդյունքում մենք կորցրել ենք Արցախը։ ԱԺ 3 ֆրակցիաները 5 տարի աշխատել են ազգային ժողովում, որի արդյունքում մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ունեցել ենք կորուստներ։ Մեր ինքնիշխան տարածքը գնալով փոքրացել է Հայաստանի Հանրապետության։ ԱԺ 3 ֆրակցիաները 5 տարի աշխատել են ազգային ժողովում, եւ այսօր գործող իշխանությունը կարողանում է միանձնյա, ինչպես ասում են ՆԻՊԲ-յուսետովը սլովը, միանձնյա սահմանադրության փոփոխության հարց դնել։ Ես ուզում եմ հասկանալ, ընդդիմադիր մնացած մեր ուժերը, որ այսօր ծրագիր են ներկայացնում հայ ժողովրդին, որովհետեւ կերպ պայքարել են դրանք այդ գործընթացները չեղարկելու համար։ Եթե պայքարել են, ինչու մենք չունենք արդյունք։ Հասկանում եք, այս է խնդիրը։ Որ վստահության մասին խոսելուց ես կարող եմ ասել, որ այո հայ ժողովուրդը ունի վստահելու դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությանը, որովհետև այս կուսակցության անդամները ոչ նախկին են, ոչ ներկա են։ Ամենակարևոր գաղափարը նաև դնենք այս կետի վրա։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Թվյաթերթիկ համար 15։ Տիկին Ղուկասյան, խոսեցիք նախկին եւ ներկա իշխանություններից, այս 8 տարիների ընթացքում գործող իշխանությանը իրենց կատարած աշխատանքը ինչպես կգնահատեք։ Ճիշտն ասած, շատ վատ, բացասական։ Հիասթափության հետևից։ Այդ դեպքում նրանք նայեք 2021 թվականի ընտրությունների ժամանակ էլ տենց շատ լավ ծրագրերով է ներկայացել ժողովրդին եւ ժողովրդի վստահությունը, այսպես ասած, շահել են։
Այս դեպքում ինչ պիտի նրանք ներկայացնեն, որ կրկին ժողովուրդը նրանց ներկայացնի վստահի, չէ՞ որ մենք ունեցել ենք Արցախի կորուստ, հիմա էլ ուզում են սահմանադրություն փոխել, ուզում են սահման բացել եւ այլ բաներ։ Այո, հասկանում։ Ինչպես կգնահատեք։ Տեսեք, ինձ թվում է արդեն հայ ժողովրդին ոչ մի բանով խաբել չեն կարողանում։ Ամենօրյա մեր շփումների հետ, ճիշտ է, դուք կուսակցությունը այս պայն քարոզարշավ չի իրականացնում եւ մենք մեր քարոզչությունը իրականացնում ենք լրիվ այլ ձևով, որովհետեւ մենք չենք ուզում, որպեսզի այս խապկանքը քարոզչության քողի տակ, որ կատարվում է հիմա փողոցներում, մենք էլ մտնենք այդ խաղի մեջ, ոչ, մենք խաղի մեջ չենք մտնելու։ Մենք ամենօրյա շփումների հետ ենք մարդկանց հետ տարբեր ձևերով եւ տեղեկատվական դաշտում, եւ իրական կյանքում, եւ շրջաններում մենք մեր հայ ժողովրդի հետ, հանրության հետ կապի մեջ մենք հասկանում ենք, որ այս ժողովրդին էլ ոչնչով խաբել չեն կարող։ Հիմա ինչ է անում գործող իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը նորից այսպես գործի է դրել իր կարևոր առանձնահատկությունը, որ ինքը ունի, կարևոր ջիղը, խոսափողով մեքենայի վրայից բարձր գոռալով եւ դրանով իսկ այդ քաղաքական տեխնոլոգիաներ կան, չէ՞ որ այդ քաղաքական տեխնոլոգիաների հաշվին փորձում են ներազդել եւ ազդեցություն ունենալ նաեւ ժողովրդի վրա, բայց մենք նաեւ ստատիկներ ցույց տալով, գոռալով, որ ես ձեզ սիրում եմ, նորից կրկնելով, որ դուք ամենդ վարչապետ եք, մի 40 անգամ ասելով, բան չի փոխվել մարդկանց մոտ։ Նույն թեզը խափելու ստերի միջոցով եւ սրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, որ մենք նաև մեր էջերում, հա, մեր տեխնացուները, մեր մասնակիցները, հա, դոկուսակցության եւ նաև ներկայացուցիչները անընդհատ մեր ժողովրդի հետ խոսում են այս մասին, հանրության հետ, մեր ընտրազանգվածի հետ խոսում են այս մասին, որ այո, կան քաղաքական տեխնոլոգիաներ, որը այս կամ այն ուժի մոտ երբեք չի փոխվում։ Իշխանության, գործող իշխանության մոտ եւս չի փոխվել եւ տեսեք, 44 օրյա պատերազմից հետո, նորից այս հիասթափությունից հետո, հա, համատարած հայ ժողովրդի հիասթափությունից հետո նրանք կարծում են, թե այդ անպագոր բացականչություններով, վարչապետը, դուք բոլորդ վարչապետ եք, սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ ձեր առջև, այս լոզունգներով կարելի է խաբել ժողովրդին։ Ես կարծում եմ, որ սա արդեն չի ստացվի եւ ես կարծում եմ, որ նոր ուժ է պետք։ Նոր ուժ, որը գալիս է նոր բան առաջարկելու։ Եվ եթե հայ ժողովուրդը մենք տեսնելով նաև բազմահազար օգտատերերի, իդեպ ասեմ, որպես մասնագետ, ոչ կեղծ օգտատերերի, այլ ուսումնասիրությունների արդյունքում հստակ օգտատերեր են, այսինքն ոչ կեղծ պրոֆիլներով են մարդիկ միանում եւ իրենց աջակցությունը եւ սատարումը հայտնում Վարդան Ղուկասյանին, եթե ամենօրյա կտրվածքով Վարդան Ղուկասյանը ամենօրյա ռեժիմով իր աուդիո այդ եթերների միջոցով խոսում է հայ ժողովրդի հետ, խոսում է հանրության հետ եւ այդ ամենի մասին նաեւ հրամցվում է այդպես։ Եվ այս մեծ հավատքը եւ վստահությունը, որ կա նրա անձի շուրջ, նա 44 օրյա պատերազմին, իդեպ ասեմ, ես 44 օրյա պատերազմի ժամանակ գործուված եմ եղել շատ կարևոր մի առաքելության, շատ կարևոր եւ վտանգավոր մի առաքելության իմ ծառայության շրջանակներում եւ ես առաջին անգամ Վարդան Ղուկասյան ես լսել եմ հենց պատերազմի ժամանակ։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ ես ծառայել եմ հետախուզությունում եւ լսելով Վարդան Ղուկասյանի եթերները 44 օրյա պատերազմին, ես գիտեի, որ միակ ճիշտ տեղեկատվությունը հայտնում է հենց Վարդան Ղուկասյանը։ Ես այդ օրերին այո լսում էի նրան։ Եվ ճշմարիտ ճիշտ ինֆորմացիան եւ Վարդան Ղուկասյանի եթերները լիովին համապատասխանում էին։ Հայ ժողովուրդը սա եւս տեսել է, հայ ժողովուրդը խելացի է, հայ ժողովուրդը դժվար եւ կորուստների եւ դժվարությունների ուղի է անցել։ Նա այսօր գիտի, թե ով է։ Ուղղակի հայ ժողովրդին շատ ժամանակ նաև խոսքի իրավունք չեն տալիս, շատերին թվում է, թե այսպես կարող են խափելով եւ կեղծիքներով նորից տանել բերել նույն իրավիճակին, ինչը որ այս վերջին 30 եւ այս վերջին 8 տարիների ընթացքում մենք այն ամեն ինչ ունենք տեսնում ենք ցավոք սրտի, բայց չի ստացվելու։ Տիկին Ղուկասյան, հիմա էլ գործող իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոններից լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չընտրվի եւ կոնկրետ ամիսն է նշում, սեպտեմբերին սկսվելու է պատերազմ։ Ինչու է նա այդքան վստահ, թե կա որևիցե պայմանավորվածություն։
Մեր հանրությանը ուզում եմ նաև իրազեկման կարգով իրազեկել, որ հայտնի է, որ սիմվոլիկաներով սիրում է խոսել եւ գործել Ադրբեջանը։ Մենք մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել ենք։ Եվ Ադրբեջանի բնականաբար եւ Ալիևի սիրելի տեխնացուն դա մեկ անգամ չէ, որ իրենք ասում են, ինչպես նաեւ բարձր ամբիոններից են եւ իրենց խոսափողների տարբեր միջոցով արտահայտում են, որ այո, իրենք աջակցում եւ սատարում են Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության հակառակորդ պետությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ բնականաբար Նիկոլ Փաշինյանը եւս խոսելու է այդ սիմվոլիկաների լեզվով, չէ՞ որ նա պետք է ուգադի տանի, ինչպես են ասում, այո, գոհացնի Ալիևին եւ բնականաբար այն ամենը, ինչ Ալիևի սրտով է, Նիկոլ Փաշինյանը հրամցնելու է հայ ժողովրդին։ Ես էլ ուզում եմ ասել, որպես զինված ուժերի պահեստազորի զինվորականներ, մարդ, ով ծառայել է, խոսքի մասին է, հատուկ նշանակության բրիգադում, մարդ, ով Արցախից մինչև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք կատարել է սահմանների պաշտպանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, լինելու է պատերազմ, այսինքն գիտեք ինչ, լինելու է պատերազմ, ոչ միայն սովորական պատերազմ է լինելու, այլ շատ հանգիստ, շատ գեղեցիկ ձևով թուրքը մտնելու է Հայաստան։ Եվ ես ուզում եմ հիմա ուղղակի, որ մենք հայ ժողովուրդս մի պահ առաջ հայացք նետենք դեպի առաջ ինչ կարող է լինել եւ հասկանանք այն 300,000 ադրբեջանցիները, որ գալու են, ինչպես պլանավորված է այս իշխանության եւ Ալիևի կողմից, երբ գալու են, եթե գան Հայաստան, ինչպիսի անձինք են նրանք լինելու են բժիշկներ, ոստիկաններ, զինվորականներ կամ ինչ որ այլ, չգիտեմ, փաստաբաններ, ոչ։ Ավելի քան վստահ եմ, որ դրանք լինելու են նրանց ամենահանցագործ խավը։ Եվ հիմա հայ մայրերը եւ հայ հայրերը թող մտածեն, թե վաղը մյուս օրը իրենց դուստրերին ինչպես են թողնելու, որ հանգիստ քայլեն իրենց իսկ հայրենիքում, իրենց իսկ հայրենի քաղաքների փողոցներում։ Սա շատ կարևոր է, այս մասին մտածեք սիրելիներս։ Եվ Տիկին Ղուկասյան, ամփոփելով մեր հարցազրույցը, ինչ կոչ կանեք հայ ժողովրդին եւ ինչ եք կարծում, արդյոք ժողովուրդը ակտիվ կերպով կգնա ընտրության։ Ես կարծում եմ եւ ես հորդորում եմ, ես կոչ եմ անում, ես խնդրում եմ մեր հայ ժողովրդին, որ այո, անպայման ամենայն ակտիվությամբ գնան ընտրությունների։ Իդեպ ես տարբեր ընկերներ ունեմ եւ ծանոթներ ունեմ, որոնք նույնիսկ ասում են, որ հատուկ այլ երկրներից իրենց արձակուրդը այնպես են կազմակերպում, որ գան եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Այսինքն մարդիկ կան, որ ասում են, որ մենք չենք ուզում, իրավագիտակցության աստիճանն եմ ուզում այստեղ մեր հայերի հասկանանք, որ մարդիկ չեն ուզում, որ իրենց ձայնը որևէ մի ուժի կողմից գնվի կամ այսպես ասած իրենց օգտին օգտագործեն։ Այսինքն մարդիկ այնպես են կազմակերպում եւ իրենց հանգիստը այլ երկիր գնալու եւ այս արձակուրդային պահերը այնպես են կազմակերպում, որ հունիսի 7-ին լինեն հենց Հայաստանում եւ ոչ թե այլ երկրում։ Եվ ես շատ ուրախանում եմ այս բարձր իրավագիտակից մեր քաղաքացիների վրա, շատ ուրախանում եմ եւ վստահ եմ, որ այո, ամեն հայ մնալու է Հայաստանում հունիսի 7-ին եւ տերը կանգնելու իր քվեին, տերը կանգնելու իր ձայնին, որպեսզի որևէ մեկի մտքով հանկարծ չմտի գողանալ այդ ձայնը իր օգտին, որովհետեւ մենք տեսնում ենք այսօր, թե ինչեր է կատարվում արդեն, մի հասցեի վրա արդեն իսկ տարբեր այլ մարդիկ են բերում գրանցում, ինչպես է դա կատարվում պատկան մարմինների թողտվության արդյունքում։ Եթե դեռ ընտրությունները չեն սկսել եւ արդեն իսկ ընտրակեղծիքներ են սկսվել, դուք պատկերացնում եք, թե այդ օրերին ինչ է լինելու։ Այնպես որ պետք է լարենք ամբողջ նյարդերը մեր ուժերը եւ պայքարենք, որ լինեն արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր ԴՕԿ կուսակցության պատգամավորի տեխնացու Աննա Ղուկասյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու
ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։